Դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարս անեկան խնջույքը մի յուրահատուկ միջոցառում է, որը համախմբել է նրա կյանքի տարբեր փուլերի կարևոր մարդկանց։ Այս միջոցառումը ոչ միայն նախապատրաստություն էր առաջիկա հարսանիքին, այլև սիրո, ընկերության և ստեղծագործական համագործակցության տոն։ Ռոզայի համար ընտանիքը միշտ եղել է առաջնային արժեք։ Նրա մայրիկը և տատիկը, ովքեր մեծ դեր ունեն նրա կյանքում, ներկա էին միջոցառմանը, կիսելով այս ուրախ պահը։ Բնականաբար ներկա են նաև Ռոզայի մտերիմ ընկերուհիները, մանկության ընկերները, գործընկերները, նրանք կազմակերպել էին տարբեր խաղեր, հիշողությունների փոխանակում և հուզիչ խոսքեր ընդգծելով Ռոզայի կարևորությունն իրենց կյանքում։ Կույր աշխարհ և Վերջին զանգը հեռուստասերիալների ստեղծագործական թիմի անդամները, ռեժիսորները, սցենարիստները և դերասանները նույնպես ներկա են։ Նրանք կիսվել են իրենց հիշողություններով Ռոզայի հետ աշխատելու ընթացքում և մաղթանքներ հղել նրա նոր կյանքի փուլին։ Միջոցառումը տեղի է ունենում մի գեղեցիկ, դեկորատիվ ընտրված վայրում, զարդարված նուրբ ծաղիկներով, մոմերով և իհարկե լուսային լուծումներով։ Խնջույքը սկսվում է հյուրերի դիմավորմամբ, ապա շարունակվելու է տարբեր խաղերով և հիշողությունների փոխանակմամբ։ Ռոզան հանդես կգա հավանաբար հուզիչ խոսքով, շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց սիրո և աջակցության համար։ Երեկոն կավարտվի երաժշտությամբ, երգով, պարով, ստեղծելով անմոռանալի հիշողություններ բոլորի համար։ Այս նախահարս անեկան խնջույքը ոչ միայն նախապատրաստություն էր հարսանիքին, այլև Ռոզայի կյանքի կարևոր մարդկանց համախմբման և սիրո տոն։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի նախահարս անեկան խնջույքն իսկական հեքիաթ է, որտեղ յուրաքանչյուր դետալ խոսում է նրբաճաշակության, անկեղծ զգացմունքների ու կյանքի ամենագեղեցիկ պահերին արժանապատվորեն ընդառաջ գնալու պատրաստակամության մասին։ Այս պահին Ռոզայի նախահարս անեկան խնջույքն է, որը տեղի է ունենում հատուկ ընտրված վայրում, զարդարված բուսական նուրբ կոմպոզիցիաներով։ Նրանք ճառագում են հանգստություն, հմայք և երազանքների իրականացման մթնոլորտ։ Ամեն ինչ, սկսած հյուրերի նստատեղերից մինչև գին ու բաժակների դիզայնը, ընտրված էր մանրակրկիտ ուշադրությամբ, որպեսզի ոչ մի դետալ չխաթարի միջոցառման ներդաշնակությունը։ Ամեն անկյուն պատմում է սիրո մասին, խնամքով մտածված լուսային լուծումներով, հուշեր առաջացնող հոտավետ մոմերով և նուրբ երաժշտությամբ։ Արարողությունն ուղեկցվում է հետաքրքիր կենդանի նվագախմբի կատարումով։ Ռոզա Դավթյանը հայտնի է իր անկեղծությամբ, ազնվությամբ ու մարդկանց վստահություն ներշնչելու ունակությամբ։ Նա իր հանրային գործունեությունը սկսել է որպես երիտասարդ դերասանուհի, ցուցադրելով իր տաղանդը տարբեր նախագծերում, որոնցից ամենահայտնիներից է «Կույր աշխարհը» և «Վերջին զանգը»։ Նրա մարմնավորած կերպարները միշտ խոսել են զգացմունքներով, ներքին դրամայով ու հավատարմությամբ, ինչը նրան առանձնացրել է ժամանակակից դերասանուհիների շարքում։ Չնայած մեծ ճանաչմանը, Ռոզան երբեք չի հեռացել իր արմատներից։ Նա հաճախ է պատմում իր ընտանիքի, հատկապես տատիկի մասին, ով մեծ դեր է ունեցել իր դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման գործում։ Նրա ընտանիքի հանդեպ ունեցած կապվածությունն արտացոլվում է նաև իր առօրյա կյանքի մեջ, լինի դա իր սոցիալական ցանցերի գրառումներում, թե անձնական շփումներում։ 2024-ի հոկտեմբերի 11-ին Ռոզան նշել է իր նշանադրությունը։ Այդ օրը նա կիսվել էր հուզիչ լուսանկարով, մատնե մատով, բայց առանց ընտրյալի դեմքը բացահայտելու։ Գրառման մեջ նա գրել էր, որ տարիներ շարունակ անհավատալի ուժով անցել է կյանքի բազմաթիվ փորձությունների միջով, կորցնելով հայրիկին, վերապրելով ցավալի պահեր, բայց միշտ մնացել է հավատարիմ իր արժեքներին, և այդ ամենից հետո նրա կյանքում հայտնվել է այն մարդն, ով պարզապես լռությամբ սփոփում էր իր սիրտը։ Նրա նշանածի մասին քիչ է հայտնի, սակայն Ռոզայի խոսքերից կարելի է հասկանալ, որ այդ մարդը լուռ ու անկեղծ ուժ է, ով դարձել է նրա ներքին խաղաղության աղբյուրը։ Նախահարս անեկան խնջույքը, որը կազմակերպվել էր պրոֆեսիոնալ թիմի կողմից, ավելի քան պարզապես միջոցառում էր։ Այն մի ամբողջ սիմֆոնիա էր հույզերի, ուր միախառնվել էին արվեստը, սերը, ընտանիքը և կյանքի նոր փուլին արժանի պատրաստվածությունը։ Սա միայն սկիզբն է։ Ռոզայի հարսանիքը խոստանում է լինել ոչ միայն շքեղ, այլև մարդկային մաքուր հույզերով լի, ի տարբերություն ցուցադրական պոռթկումների։ Նա իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է լինել հասարակ, բնական, իսկ միևնույն
միևնույն ժամանակ ոճային, նրբաճաշակ ու խարիզմատիկ։ Հետևեք նրա կյանքի այս հրաշալի փուլին, որովհետև Ռոզա Դավթյանն այն աղջիկներից է, ում կյանքը հիշեցնում է ֆիլմ բարի ավարտով, բայց միշտ նոր սկիզբներով, այնպես որ մնացեք մեր ալիքում, որպեսզի դիտեք, թե ինչ հետաքրքիր օր է ունեցել դերասանուհին իր շրջապատում, ովքեր են մասնակցել նրա նախահարսանեկան խնջույքին և ինչպես է այն անցել, երբ է լինելու հարսանիքի օրը։ Այս բոլոր մանրամասները կգտնեք մեր ալիքում քիչ անց։ Ռոզա Դավթյանի կերպարը բացառիկ է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Նա այն դերասանուհիներից է, ովքեր խաղում են ոչ միայն տեքստը ձեռքին, այլ ամբողջ էությամբ, հայացքով, շարժումով, լռությամբ։ Նրա ներկայությունը կադրում երբեք ձևական չէ։ Նա ապրում է իր կերպարը, վարակում է իր հույզերով և ստիպում է հանդիսատեսին հավատալ ամեն բանին։ Ռոզան աչքի է ընկնում իր խիստ նուրբ, բայց վստահ կերպարով։ Նրա ոճը հեռու է ճչացող արտահայտություններից։ Նա նախընտրում է նուրբ գույներ, մինիմալիստական հագուստ, բայց միշտ ընդգծված է կանացիությունը։ Իր կերպարի գլխավոր գաղտնիքը հենց այս հավասարակշռության մեջ է՝ պարզություն, որն ունի խորություն։ Նա այն մարդկանցից է, ում տեսնելիս զգում ես հանգստություն, և նրա խաղը երբեք չի ձգտում իրեն ցույց տալ։ Նա ուղղակի կենդանացնում է կերպարն առանց ավելորդ ջանքերի։ Դա նրան դարձնում է հանդիսատեսի սիրելին թե՛ էկրանին, թե՛ իրական կյանքում։